Ես ուզում եմ ասել, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը իշխող կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել։ Այսօր Ազատության հետ զրույցում այդ մասին ասաց ինքը նախկին վարչապետը։ Այո, որոշում եմ կայացրել, հանրապետական կուսակցությունից դուրս եմ գալի, վաղ կլինի իմ հայտարարությունը։ Աբրահամյանը, ում 59-ամյակը լրացավ այսօր, ոչինչ չասաց, թե ինչու է նման որոշում կայացրել, ինչպես նաև հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, այդ թվում արդյոք անդամակցելու է ԲՀԿ-ին կամ այլ կուսակցության։ Նախկին վարչապետը 2012 թվականից իշխող կուսակցության բարձրագույն կառույցի գործադիր մարմնի անդամ էր, ղեկավարում էր կուսակցության քաղաքական հանձնաժողովը եւ նախագահ Սերժ Սարգսյանից հետո համարվում էր ՀՀԿ ամենաազդեցիկ ներկայացուցիչը։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ազգային ժողովի նախագահ, վարչապետ եւ նախագահի աշխատակազմի ղեկավար աշխատած Հովիկ Աբրահամյանը 2008, 12 եւ 13 թվականների նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբները։ Բարձրաստիճան հանրապետականները պնդում են, թե իրենց համար անակնկալ էր Աբրահամյանի նման քայլը, մինչև կեսօր նշում էին, որևէ տեղեկություն չունեն կուսակցությունից Աբրահամյանի դուրս գալու մասին։ Հովիկ Աբրահամյանը հանրապետականից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Ինչ տեղեկություն դուք ունեք։ Ես նման տեղեկություն չունեմ, նման դիմում չեմ ստացել։ Իսկ նման քննարկումներ եղել են կուսակցություն։ Ոչ, բացարձակապես։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը, ով նաև կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահն է, Ազատությանը փոխանցեց. գործադիր մարմնի անդամները նախկին վարչապետի քայլի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից։ Հաստատվեց տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանը դիմում է ներկայացրել հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին։ Ինչ կարող եք ասել, դուք դիմումը ստացել եք։ Ես դիմումը չեմ ստացել, երբ որ կստանանք, քննարկենք, շարժառիթները կհասկանանք, ապա նաև կմեկնաբանենք։ Այս բանին առայժմ այսքան։ Իսկ հարցը քննարկվել էր կուսակցության ղեկավար կազմում։ Սա անակնկալ էր ձեզ համար այս որոշումը։ Իհարկե։ Իսկ ինչ եք կարծում, պատճառը ինչ կարող է լինել։ Չեմ կարող մեկնաբանել, մինչև չծանոթանանք կամ պարոն Աբրահամյանը չզրուցենք։ Սպասում եք, որ այս 5 շաբթի կայանալիք գործադիր մարմնի խորհրդի նիստում պարոն Աբրահամյանը միգուցե ներկա լինի եւ ինքը անձամբ ինչու որ ձեզ։ Կտեսնենք, չեմ կարող ասել, կտեսնենք, կզրուցենք իր հետ եւ կբարձվի, ներկա կլինի թե։ Պարոն Թադևոսյան, իսկ կուսակցությունում այսպես տարաձայնություններ կային Հովիկ Աբրահամյանի հետ։ Չէ, տարաձայնություններ չենք ունեցել, աշխատանքներ ընթացել է շատ նորմալ, փոխհարաբերություններ եղել է մարդկային, կուսակցական եւ պաշտոնական։ Բայց այդ դեպքում ինչ եք կարծում, ինչու որոշեց նման քայլի դիմել։ Դե դուք նորից էլ վերադառնում եք ձեր նախորդ հարցին, երբ որ արդեն պատասխանեցի, երբ որ կտեսնենք իր հետ կզրուցենք, արդյունքներ կփոխանակենք, կարող ենք մեկնաբանել։ Ձեզ ինչու տեղյակ չէր բայ, նկատի ունեմ կուսակցության գործադիր մարմնի այլ անդամներին եւ այսպես մամուլից եք դուք իմանում, որ ինքը դուրս է եկել։ Այ այդ հարցը կուղեք պարոն Աբրահամյան։ Դուք ինչ եք կարծում այս հարցի հետ կապված։ Երբ որ տեսա պարոն Աբրահամյանին, նույն հարցը կուղեմ իրեն, պատասխանը հուսով եմ կստանամ։ Երկու օրից կայանալու են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը եւ սպասվում է, որ հայտնի կդառնա, թե այս անգամ ով է գլխավորելու ՀՀԿ նախընտրական շտաբը, ինչպես նաեւ կհստակեցվի հանրապետականների նախընտրական ցուցակը, կընտրվի նաեւ կուսակցության նոր ղեկավար կազմը։ Հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն թողնելու որոշում կայացրեց այդ նիստերի նախօրեին։ Իդեպ ՀՀԿ-ն թողնելու Աբրահամյանի քայլից առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ նա օրերս Սոչիում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, բացի այդ գրվեց, որ օտարերկրյա ուղևորություններից մեկի ժամանակ ինքնաթիռում մոտ 40 րոպե առանձնազրույց է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հովիկ Աբրահամյանի հետ խնամիական կապեր ունեցող Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը այսօր ըստ էության չբացառեց, որ Աբրահամյանը կարող է տեղ ունենալ Ծառուկյան դաշինքում։ Հովիկ Աբրահամյան Գագիկ Ծառուկյան հանդիպում վերջին շրջանում մասնավորապես եղել է եւ եթե եղել է ինչ են քննարկել։ Գիտեք, վերջին մի քանի օրերի ընթացքում անընդհատ ռեժիմով յուրաքանչյուր օր շուրջ 2 տասնյակ հանդիպումներ է Գագիկ Ծառուկյանը ունենում տարբեր քաղաքական կուսակցությունների, անհատների, գործիչների, ինչպես նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Դրանք կարող են լինել ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ նաև քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ծրագրավորողներ եւ այլն։ Թե կոնկրետ Հովիկ Աբրահամյանի հետ վերջին շրջանում երբ է հանդիպել Գագիկ Ծառուկյանը կամ ինչ թեմաներ են քննարկվել, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց
բնականաբար չեմ կարող նաև բացառել, որ նմանատիպ հանդիպումներ հնարավոր է, որ եղած լինեն։ Դուք հնարավոր համարում եք, որ Հովիկ Աբրահամյանը այսպես տեղ գտնի Ծառուկյան նախընտրական դաշինքում եւ այդ թիմով մասնակցեք ընտրություններին։ Գիտեք, իմ մասնագիտական գործունեության ընթացքում երբևէ ես կանխատեսումներով չեմ զբաղվել, այնպես որ սպասենք պաշտոնական տեղեկատվություններին, որոնք ես լինելուն պես սիրով կտրամադրեմ ձեզ։ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Հիշեցնենք, մոտ 2 տարի առաջ ԵրՊՀ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին, նրան անվանելով չարիք եւ կեղծ քաղաքական երևույթ, նույն նիստում իր կարծիքն արտահայտեց նաեւ Հովիկ Աբրահամյանը։ Ես իհարկե գտնում եմ, որ ես ինքս մեծ անելիքներ ունեմ եւ անել եմ գործնականում, օգտագործել եմ նաեւ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները եւ այն մարդիկ, ովքեր առաջին 1, 2, 3 անգամ ասելու չեն ընկալում, ուրեմն մի քանի անգամ տիասենք եւ մատել բամփենք։ Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ դաշինք կազմող համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը Ազատությանը փոխանցեց Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում չի եղել։ Որևէ բանակցություն չի եղել։ Իսկ մտադրություն կա միգուցե Հովիկ Աբրահամյանը տեղ գտնի համախմբում նախընտրական։ Գիտեք, եթե չի եղել որևէ խոսակցություն, ինչ ում մոտ պետք է մտադրություն։ Մենք հարգում ենք իրեն, ազգային ժողովի նախագահ է եղել, վարչապետ է եղել եւ ուրիշ բան չի եղել, բաններ քննարկում չի եղել, այդքանը բան չեմ կարող ասել։